սկսած հարկային տերորից, տերոր ուրիշ բառ չի կարելի գործել։ Վերջացրած սոցիալական անարդարությունը խտրականության դրսևորում է, երբ դու աղքատության մեջ ապրող 20%-ին մոռանալով աթոռների վրա բազմած պորտաբույսներին տալիս ես պարգևավճարներ, ում հաշվին ես տալիս։ Այս բոլորը խնդիրներ են։ Ես բոլոր խնդիրներին միանգամից իհարկե չեմ կարող անդրադառնալ, բայց ով ինչ խնդիր որ տեսնում է, ինչ որ կարևոր է համարում, այդ ամենի հիմքում ընկած է իրավախախտում։ Ուրեմն հաջորդ ուրբաթ ժամը 4-ին այստեղ պիտի լինենք ոչ թե 50 հոգի կամ 10 հոգի, այլ պիտի լինենք 1000 հոգի։ Իսկ մյուս ուրբաթ 10000։ Փետրվարի 18-ին այստեղ պետք է բոլոր նրանք, ովքեր միայն իրավախախտումից են խոսում, ոչ թե ես Ամերիկա մետ եմ, դու Եվրոպա մետ ես, դու դա թող մնա, դա քո խնդիրն է։ Բոլորս պիտի համախմբվենք նախ եւ առաջ իրավախախտումները Հայաստանում վերջացնելու, իրավախախտումներին վերջ տալու համար։ Իսկ իրավախախտումների մեջ ընկած է նաեւ այն, որ դու տանդ նստած ես, հանկարծ իմանում ես, որ քո հայրենիքի անունից ինչ որ մեկը գնացել է եւ ասում է դու բնական է, էլի Գորիս Կապան ճանապարհը փակել են, այդ մերը չէր։ Եվ դու ասելու բան չունես։ Վաղը ասում է, բանը, մենք խաղաղություն ենք հաստատում։ Խաղաղություն ենք հաստատում, բայց ռազմագերիներ ունես։ Ես որպեսզի հարցերը չկրկնեմ ասեմ, դուք շատ կարևոր երևույթի մասին խոսեցիք, նման իրավիճակներում ազգը պետք է իր ուժերը միավորի, իսկ ազգը իր միավորումը սկսում է նախ քաղաքական ուժերի շուրջ միավորվելուց, այնուհետև այդ միավորումը շարունակվում է արդեն համազգային մակարդակով, այդ միավորումը կայացնելու համար պետք է առաջի քայլը կատարել։ Եվ որպեսզի որևէ մեկը խանդի դրսևորում կամ բարդույթ չզգա, մենք դրել ենք մի հարց, որը բոլորի համար ընդհանրական է։ Ինչի մասին էլ խոսում ես, դրա հիմքում ընկած են իրավախախտումները, ազգային իրավախախտումներ եւ մարդկային։ Տեսեք, ազգայինի մասին որ խոսեցի, ասեմ, ավելի սարսափելի բան, քան Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումն էր, դա միայն մեր թշնամիներն են արել։ Նույնիսկ կոմունիստական բռնապետության տարիներին, ինչի մասին որ խոսում էին, Արցախի ինքնորոշումը անքննելի էր։ Համաշխարհային հանրությունը ստեղծեց կառույց Մինսկի խումբը, որովհետև ինքնորոշման իրավունքը ուրանալ չէր կարելի։